Երկրորդ ընկալումը, թեման, որը արդեն ներհայաստանյան թեմա է բացառապես, վերջերս պարոն Խաչատրյան, մենք Արմավիրի մարզում էլ այդ թեմային անդրադարձանք։ Հիմա տեսեք, օրինակ, մեր երկրում կան հողատեսքերի որոշակի գնահատականներ, կան անտառային հողեր։ Մենք գնում ենք մեր փաստաթղթերում, այդ հողը անտառային հող է։ Այդ հողը արոտավայր է, այդ հողը, չգիտեմ, ինչ որ մի հող է, հատուկ պահպանվող տարածքի բնության հատուկ պահպանվող տարածք է։ Եվ թղթի վրա դա այդպես է, բայց որ գնում ես գետնի վրա նայում, իհարկե այդտեղ չի կարելի շղթել, որ հողատեսքերի որոշակի էկո համակարգի մեջ նշանակությունները եւ այլն, այդ մասնագիտական, փորձագիտական նրբությունները ես դնում եմ մի կողմ, բայց մենք այս քարտեզն էլ պետք է վերանայենք, որովհետեւ այն օրը գյուղերից մեկում մարդը շատ կոնկրետ բան է ասում, ցույց է տալիս տեղ, ասում է սա արոտավայր է, որը արգելվում է, մեզ թույլ չի տրվում այդտեղ ներդրում անել այն տրամաբանության, որ դա արոտավայր է, բայց տեսնում ես քարուքը ռա ընդհանրապես այդտեղ հնարավոր չի, որևէ կենդանի չի կարող այդտեղ արոտ անել, հետևաբար մենք պետք է այդ տրամաբանությունից դուրս գանք։ Հիմա այս նույն ներդրումային ծրագրի հետ կապված դե յուրե ինքը անտառային նշանակության եւ նույնիսկ արգելոցային նշանակության հողեր, բայց երբ որ տեղում մենք դա ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ ժողովուրդ ջան, այդտեղ ըստ էության էլի քարու քռի տրամաբանության մեջ գտնվող հողը լավ կամ չգիտեմ, ես տեղում չեմ եղել, հանկարծ չլինի հիմա մի տեսարան նկարագրեմ, որը այնտեղի ճշգրիտ նկարագրությունը չի, բայց ֆունկցիոնալ առումով ես գնահատականները տեսել եմ, կարդացել եմ, եւ այսպիսի իրավիճակներ մենք ունենք տարբեր տեղեր, որտեղ այն տրամաբանության, որ հողերը անտառային նշանակության են, մենք նույնիսկ թեթև ներդրումները ըստ էության արգելում ենք, արգելափակում ենք, եւ սա խնդրեմ է։ Տնտեսական զարգացման այս փուլում մենք պետք է այդտեղ շատ լուրջ, իհարկե եմ ասում, չվնասելով որևէ էկո համակարգի, մենք պետք է այստեղ նորից վերագնահատում անենք, նոր քարտեզագրում անենք, նոր գոտիավորում անենք, որպեսզի կարողանանք տնտեսության զարգացման համար խոչընդոտ արհեստական չստեղծել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, շարունակելով ձեր միտքը, ես կարծում եմ ոչ մի անտառապահ չի կարող անտառը այդքան պաշտպանել, ինչքան օրինակ մարդը, որ տարածքում $10 միլիոն ներդրում է արել, որովհետև իր ամբողջ ներդրումը այդ անտառի եւ այդ տրամաբանության պաշտպանության մեջ է, եւ այս առումով կարծում կարելի է գտնել լավ բալանս, օրինակ չվնասելով անտառները որևէ կերպ, նաեւ այդ համակարգերը իրանք կդառնան դրանց պաշտպանող միջոցառումներ, միջավայրեր։ Պարոն Պապոյան, ես այս դեպքում նկատի ունեմ այն հողերը, որը անտառային նշանակության է, բայց այնտեղ ոչ միայն անտառ չկա, այլև խոտել չի աճում, հասկանում եք, ես այդ հողերի մասին եմ ասում։ Այդ երկրորդը պարզ է, այդտեղ իր նրբությունները, ռիսկերը, բարդությունները կա, բայց ես հիմա խոսում եմ այն հողատեսքի մասին, որ գրած է արոտավայր, բայց այդտեղ խոտ չի աճում, որ կենդանին գնա արոտ անի, կամ անտառային նշանակության հող, այդտեղ էլ չի աճում խոտ, որ, այսինքն ծառ չկա այդտեղ ընդհանրապես, տասնյակ հեկտարներով ընդհանրապես ոչ մի ծառ չկա եւ այլն եւ այդպես շարունակ, համեցեք։